Պարոն Հարությունյան, արդեն մենք տեսնում ենք, որ թեև քվեարկությունից երկար ժամանակ չի անցել մեկնարկից, բայց տարբեր ընտրախախտումների մասին է խոսքում, կուտակումների մասին է խոսքը, այն արձանագրումներ եք այս ընթացքում արել, ու մասնակցության վերաբերել առհասարակ ակտիվության մասին երկրորդ։ Ուրեմն այդ ընտրախախտումները, որ հայտնաբերել են, ունենք հանձնաժողով, ունենք վստահված անձիկ, նրանք կարձանագրեն, մնացած մասով կասեն, որ դա իրավապահների հարցն է, որոնք որ կբարձրացնենք մենք, եթե ինչ-որ մեծ ընտրախախտումներ կա։ Մասնակցության մասով էլ նոր եմ մոտենում ընտրատեղամասին, ընթացքում կհասկանամ ինչպիսի Պաստառների կան աչուձախ ընտրատեղամասերի կողքը փակցված Կարագիշտի Մեխակյանի պաստառներից, օրինակ Դողս գյուղում այս տարածքում դուք նկատել եք, ես միացնում շատ կային։ Մեր ընտրատեղամասին մոտ պաստառներ չունենք, որ ոչ մի թեկնածու չունի։ Պարոն Հարությունյան, շանսերն ինչպես եք գնահատում։ Բարձր, շատ լավ։ Հետաքրքիր է, բայց այսօր որ թեկնածուին մոտեցանք նույնն ասած, ինչ եք կարծում։ Դե բնականաբար բոլորն էլ նույնը պետք է ասեն, բոլորն էլ ունեն ակնկալիքներ, ամեն դեպքում ընտրության արդյունքները ցույց կտա, թե որ մեկը սա ճիշտ մեր ասացին։ Տաղավ է ունենալու իշխանությունը ստեզնդիմությունը, թե այս պահին գործող իշխանությունը, այսինքն քաղաքացիական պայմանագրին հաղթել, թե կուզում դիմադիր բոլոր ուժերով միասին կհաջողվի թե չէ, այդ ձերի տակումը ասեք ու միացեք այդ առումով։ Մենք հայտարարել ենք, որ ընդդիմադիր դաշտի հետ մենք պատրաստ ենք բանակցությունների, իսկ մեր այս պահի դրությամբ մեր առաջնային խնդիրը մենք մեզանով իշխանություն վերցնելն է։ Բանակցությունները ո՞րն են, որ կոալիցիոն իշխանություն կազմեք, թե ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին, մյուսներ իրենց ձայները տան, մենք միջև առ օրս նմանատիպ խոսակցություն չենք ունեցել, միջև առ օրս չենք նստել սեղանի շուրջ, ձեր ասած, չենք որոշել ոնց հալնելու, որովհետև ամեն մեկս էլ մեր հերթին ունենք մեր ակնկալիքներ, իսկ ակնկալիքները ցույց տալուց հետո ժողովուրդը իր քվեով ցույց կտա, նոր մնացած մասով դրանից հետո։ Տեսնում ենք, որ միայն այն, որ քվեարկության միջոցով ընդդիմությունը հաջողվում է, հա, այնտեղ թեկնածու առաջադրել ընդդիմադիր, միայն դա երաշխիք չէ, որ իշխանությունը իրենք այդտեղ կպահպանեն։ Մենք տեսնում ենք Գյումրիի օրինակը, Վանաձորի օրինակը, որ քվեարկությամբ հաջողվում է իհարկե իշխանություն վերցնել, բայց այ պահպանել չի հաջողվում, տարբեր քրեական վարույթներ գործ են արվում։ Ոչ մի բան հավերժ չի, պաշտոնն էլ հավերժ չի, ինչ որ տեսել ենք, բոլորս ենք տեսել, իսկ մեր մասով ժամանակը ցույց կտա։ Իսկ օրինակ ձեր դեմ ինչ-որ բաներ կան, կոմպրոմատներ կարողանան հետագայում ներկայացնել։ Չէ, մեր դեմ չեն կարա, մենք մաքուր մարդիկ ենք, մենք խնդիր չունենք։ Բայց պարոն Հարությունյան, տեղեկություն տարածվեց, որ ձեր եւ ձեր տեղեկությունները մենք ինքներս ծանոթացել ենք, մենք ինքներս իմացել ենք կայքերից, լրատվամիջոցներից, մամուլից, մեզ միջ օրս ոչ մի ծանոթություն չի եկել, միջ օրս ոչ մեկ մեզ չի հանդիպել եւ դա մամուլի, այսպես ասած, տեղեկությունն է, որ մենք տիրապետում ենք։ Այսինքն դեպքում ինչպես եք աշխատելու, ինչպես եք շարունակելու, ինչից եք սկսելու եւ կամ ձեր զրոյական կետը կա։ Ընտրվելու դեպքում սկսելու ենք հաջորդ օրվանից աշխատելը եւ այն ամենը, ինչը որ խոսք ենք տվել, աշխատելու ենք դրա, այսպես ասած, մեր խոսք տվածները, որ գործով ապացուցենք։ Զրոյական կետից չեք սկսել, չէ՞, ասենք քանդեք ամեն ինչ, բանակցություն չկա, վարի կա։ Իհարկե ոչ։ Պարոն Հարությունյան, դուք դիմում եք ներկայացրել ՀԿՊ-ի խախտումների վերաբերյալ։ Դիմումի հետևանքների, որովհետև իրավապահները ուսումնասիրություն էին սկսել, դրանց արդյունքների մասին տեղյակ եք։ Արդյունքները մենք դիմում էինք ներկայացրել, որ խախտումները շատ են, որպեսզի թույլ չտան քաղաքացիական պայմանագիրը մասնակցի ընտրություններին, բայց թույլ տվեցին։ Բայց մասնակցեցին։ Եվ մի հարց էլ ասացիք գործակցելու հնարավորություն կա որևէ քաղաքական ուժ, որի հետ որևէ կերպ ձեռքսեղմման չեք գնա, որևէ կոալիցիոն կամ այլ համաձայնության չեք գնա։ Մենք բազմիցս նշել ենք, որ քաղաքացիական պայմանագրի եւ նրան սատարող ուժերի հետ մեզ համար այդ ուժերը Էդի արդեն, այսպես ասած, ցույց կտա ընտրության արդյունքները, ովքեր են այդ ուժերը։ Բնակավար հանրապետության ձեռքը սեղմեք, հետո ասեք չգիտեի, որ սա դառնում է։ Չէ, չի կարող։ Իդեպ հանրապետությունն ասել էր, որ ԿՊ-ն է իրեն միանալու, ստացվում է ինչ անում։ Այդ մի խոսքը այդ տղան ինքը ավելի շատ ձայն ունի, քան բանը ԿՊ-ն։
Դե այդ հարցերը իմ կարծիքով իրենց, որտեվ դա իրենց, այսպես ասած, կուխնյան է, ես չեմ ուզում խառնվեմ իրենց ներքին կուխնյային։ Այդ հարցերը իմ կարծիքով իրենց պիտի տակ ոչ թե ինձ։ Իրենք գիտեն, չէ, իրենց տարածք ես չեմ ուզում։ Պարոն Արությունյան, մի բան էլ, մի տենց բոլորս գործընկերս հարցրեց, բոլորը տենց վստահ եք ասում եք, որ հաղթել ենք, հիմա վերջը օրինակ մենք ոնց մտածենք ժամ 8-ից հետո որ բացեն քվեատուփերը ավելի շատ ում ձայներն են, ավելի շատ ում շանսերը մեծ կլինեն հաղթել։ Դե արդեն վստահ որ հաղթել եք։ մեր մարդ տեսակի, մեր մաքրության, որ մենք մաքուր մարդիկ ենք, ովքեր որ մեզ ճանաչում են, այդ ամեն ինչը կփաստեն, որ մենք քաղաքական ընտրություններ են, Ինչ է։ Ձեզ հիմնականում գյուղական բնակիչներ են ձայն տալու հաշվի առնելու, որ համայնքապետ եք եղել երկար տարիներ։ Մեզ ընդհանուր ձայն են տալու վաղաշաբաթ խոշորացված համայնքի բնակիչները։ Ձեր գյուղում կհաղթեք, ըստ շատ ձայն կհավաքեք։ Աստված առաջ։ Ձեր տպավորությունը ո՞ն։ Տպավորությունը երեկոյան պարզ կլինի։ Ընդդիմադիր ուժերից ֆավորիտ տեխնացուն դուք եք, թե օրինակ Սևակ Խաչատրյանը կամ Խաչիկ Մանուկյանը։ Ես ոչ մեկին ոչ ուզում եմ թերագնահատեմ, ոչ էլ ուզում եմ ինչ-որ մեկի ուժով, այսպես ասած, հպարտանամ կամ ուրախանամ։ Մենք մեզ գիտենք, մենք մեր ուժը գիտենք, մենք միայն մեր մասին կարանք տեղեկություններ տանք ձեզ։ Դետվեք ձեր մասին։ Մեր մասով էլ ես ասում եմ, որ մենք հաղթելու ենք։ Շատ շնորհակալ։ Հաջողություն շնորհակալ։